Նիկոլն ու տեղակալները ստացել են Հայաստանի սահմանները պահողի 36 տարվա աշխատավարձը միանգամից։ Ստացել են ուսուցչի 51 տարվա աշխատավարձը միանգամից։ Երբ դա падգամավոր էր, ասում էր, ես ոնց կողմ լինեմ պաշտոնյայի աշխատավարձի բարձրացմանը, երբ իմ ուսուցիչը ինձ հանդիպի, ես ոնց նայեմ նրա աչքերին։ Այսօր վարչապետ Նիկոլի ձեռքի տակ է ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը։ Բայց ինքը իր երկու տեղակալները ստացել են ուսուցչի ամբողջ ստեղծագործական կյանքի 50 տարվա աշխատավարձի չափ պարգևավճար։ ՔՊԱ նախարարն ասում է, դե ուսուցիչների աշխատավարձներն էլ ենք բարձրացրել։ 500,000 դրամ ստացող ուսուցիչ կա։ Այդ լոլոներով համաթե հիմարացրիք։ Հայաստանում կա 37,000 ուսուցիչ։ Այն նրանցից ընդամենը 3,000-ն է, որ ստանում է 300,000 դրամից բարձր, այն էլ կեղտոտ աշխատավարձը, հարկերը մեջը։ Ուսուցիչների 10%-ն էլ չի կազմում դա։ Հայաստանում ուսուցչի մեկ դրույքը 90,000 դրամի կարգի է։ Դա են ստանում մեծ մասը, բայց համեմատության համար ասեմ, որ Վրաստանում գերազանցում է 250,000 դրամը։ Այդ երկրում կրթությունն էլ է ծրի, բայց նախարարն ու վարչապետը չեն պարգևատրվել։